Ազգային կրթության խորհուրդը հետազոտություն է անցկացրել։ Սեպտեմբերի 1-ից Հայաստանի սահմանամերձ լեռնային, բարձր լեռնային բնակավայրերի 231 դպրոց փակվելու է, որը կազմում է ամբողջ հանրապետության դպրոցների 16.6%-ը, ինչը նշանակում է, որ յուրաքանչյուր 6-րդ դպրոց փակման ենթակա է։ Գյուղական բնակավայրերի յուրաքանչյուր 3-րդ դպրոցը փակվելու է։ Սահմանամերձ կարգավիճակ ունեն հանրապետության 186 բնակավայր։ Այսօր լուծարման է ենթակա սահմանամերձ բնակավայրի 55 դպրոց, որտեղ ընտանուք սովորում է 1772 աշակերտ, այդ դպրոցներից միայն 3-ն են, 55-ից միայն 3-ն են, որ միակը չեն տվյալ բնակավայրում։ Այսինքն երկրորդ դպրոցն են, սահմանամերձ կարգավիճակ ունեցող քաղաքային բնակավայրեր կան, քաղաքային դպրոցներ են։ Միայն 3-ը, այսինքն 52-ը միակ դպրոցներն են սահմանամերձ բնակավայրի, որը փակվում է այսօր։ Փակվող դպրոցները հիմնականում Սյունիքի, Շիրակի եւ Լոռու մարզերում են։ Շիրակի լեռնային կարգավիճակ ունեցող գյուղերի 859 աշակերտ սեպտեմբերի 1-ից զրկվելու է իր բնակավայրում դպրոց հաճախելու հնարավորությունից։ Դպրոցն է փակվում, ամենակարևորը։ Երեխաները արդեն գյուղից ջահելությունը, որ երիտասարդները գյուղից հեռանում են, դպրոցներ փակվավ, արդեն մի քանի ընտանիք արդեն Գյումրում տներ են վարձակալել, տներ են ձեռք բերում, որ երեխեքը ապագա ասում են չունեն։ Ուզում են արդեն գնան այդ գյուղից երիտասարդները։ Դպրոցներ փակում, արդեն կյանքը ոսոր պասիվանում է, էլի։ Սահմանամերձ, լեռնային ու բարձր լեռնային բնակավայրերում առանց այդ էլ երիտասարդություն չի մնացել։ Մեծ մասն արտագաղթում է, կամ ընտանիքներով, կամ արտագնա աշխատանքի է մեկնում։ Դպրոցները փակվեն, գյուղերը լիովին կդատարկվեն, ահազանգում են կրթության ոլորտի մասնագետները։ Ինձ համար գոնե, ես չգիտեմ ուրիշների համար, այս իշխանությունը մեր ազգային շահերի, մեր ազգի դեմ գործող իշխանությունն է։ Իսկ ինձ համար Հայաստանը եթե ազգային չպիտի լինի, ինձ համար հետաքրքիր չէ կլինի, թե չի լինի։ Դրա համար այս ծրագիրը պետք է ամեն գնով կասեցնել, որովհետև պետք է հայ գյուղը պիտի շեն մնա։ Ես իմ հայրենիքը սիրում եմ առաջին հերթին հայկական գյուղով։ Ես անընդհատ նաև որպես մանկավարժ, որպես կրթօջախի տնօրեն, ամբողջ ամառը մեր երեխաներին գյուղեր եմ տանում եմ մարզեր, որ իրենք հասկանան ով է հայը, իրենց ազգը տեսնեն, սիրեն։ Դպրոցների վերամիավորման կամ օպտիմալացման ծրագրով մի քանի գյուղի աշակերտներ հաճախելու են հարևան գյուղի դպրոց։ Իսկ հայտնի է, որ միջհամայնքային ճանապարհները քարուքանդ են։ Երեխաները 10-ից 20 կիլոմետր ամեն օր կտրելու են, որ գնան հարևան գյուղի դպրոց, նույնքան ճանապարհ հետ գան։ Կառավարությունը որոշել է, որ փոքր տնտեսություններում գյուղերի դպրոցները պիտի փակվեն, քանի որ աշակերտները քիչ են թվով։ Օրինակ մեր գյուղն էլ ենք այդ ցանկի մեջ, մեկը ես որպես գյուղի բնակչուհի դեմ եմ նման որոշմանը, որովհետև եթե գյուղը չունեցավ դպրոց, բնականաբար է արդեն հետագան լավ չի։ Գյուղի երիտասարդ ընտանիքները կգնան, կհեռանան գյուղից, որովհետև հիմի հեշտ չի երեխաներին տանել կողքի գյուղ կամ շրջկենտրոն, շատ տարբեր հարցեր կա, մեկը ի վիճակի է, մյուսը չէ։ Գոնե տարական դպրոցը դասարանը պիտի մնար։ Ազգային կրթության խորհուրդը հետազոտության արդյունքը հրապարակել է առցանց։ Բոլոր տվյալները, թվերը կան, ըստ բնակավայրերի։ Տեսնենք, թե ինչպիսին է պատկերը, օրինակ Ամասիայում, որտեղ օրերս այցելել էին համացանցային հերոս դարձած ադրբեջանցիները եւ իրենց զգում էին այդ տարածքի տերուտիրական։ Այսօր Ամասիայում 26 բնակավայրից գործում է դպրոց 19, արդեն 7 դպրոց չկա։ Հիմա 19 բնակավայրերի, գործող 19 բնակավայրերի դպրոցներից 15-ը փակվում է։ Ինչ ես ասում, ամբողջ Ամասիայում թողնելու են 4 դպրոց։ Եթե երիտասարդ ընտանիքը երեխային դպրոց տանելու խնդիր ունեցավ, հեռանալու է գյուղից, ու կարճ ժամանակ անց գյուղերը դատարկվելու են։ Իսկ ում համար են գյուղերը հայերից ազատում։ Այդ մարդիկ ուղղակի կլքեն այդ գյուղերը եւ նրանց փոխարենով է գալու, ով պիտի գա։ Ես ուղղակի հիշեցնեմ, որ անցած տարի ուրեմն Վայոց ձորի մարզում մի դպրոց է վերանորոգվել։ Այն որ ասում են 300 դպրոց ծրագրով է, այդպիսի ծրագիր կա։ Պարզվում է այդ ծրագիրը ավարտվել է 2026 թվականին
եւ իրականացվել է ընդամենը 20%-ով։ Եվ այդ 20%-ի մեջ դպրոցներից մեկը Վայոց ձորի մարզի Գոմք գյուղի դպրոցն է։ Գոմքը մինչև 1988 թվականը բնակեցված է եղել ադրբեջանցիներով։ Ուրեմն այդ դպրոցը կառուցել են, սիրուն վերանորոգել են եւ այնտեղ բնակչություն հիմա չի լինել։ Դա ում համար է արվում։ Եվ նույն ձևի ըստ էության մենք ունենք նաեւ մեր սահմանամերձ մնացած բնակավայրերը, սա պլանավորված քաղաքականություն է։ Պլանավորված քաղաքականությունը ուղղակի դատարկել, հատկապես նորից եմ ասում, խոսքը վերաբերում է Սյունիքի մարզին։ Բնակավայրերի շուրջ կեսը դպրոց չի ունենալու։ Կրթության փորձագետներն ասում են, ԿԳՄՍ նախարարությունը ծրագրի անունը դրել է կրթության որակի հասանելիություն։ Մի քանի գյուղի դպրոցները փակում է, մեկ դպրոց վերանորոգում, արդիականացնում, որ մնացած բնակավայրերի աշակերտները հաճախեն այդ դպրոց։ Նախարարությունը հերքում վերնագրով հայտարարություն է տարածել, թե տեղեկությունները, որ 2026 թվականի սեպտեմբերից Հայաստանի Հանրապետությունում նախատեսվում է փակել 231 դպրոց, չեն համապատասխանում իրականությանը եւ հանդիսանում են ապատեղեկատվություն։ Հայտարարության ներքևում օգտատերերը քննադատում են սահմանամերձ բնակավայրերի դպրոցների օպտիմալացման ծրագիրը, գրելով. Դպրոցի նոր շենքը կրթության որակի բարելավում է։ Եթե գյուղի երեխաները գնում են կողքի գյուղի դպրոց եւ այդ գյուղում գործող դպրոցը այլևս չի գործելու, դա նշանակում է, որ այդ դպրոցը փակվում է։ Թե դուք ինչ անուն եք տալիս այդ ծրագրին, դա արդեն բան չի փոխում։ Այսինքն դպրոցների միավորումը համարում եք արդյունավետ քայլ ու մի բան էլ հերքում եք։ Ուրեմն արդեն վաղուց ձեր մանիպուլյացիաներին հավատացող չկա, ուրիշ հեքիաթ մտածեք։ Չփորձեք մարդկանց խաբել եւ ասել, որ դպրոցներ չեն փակվելու։ Մի քանի հոգով ամբողջ գյուղերի ճակատագրի հետ եք խաղում։ Ո՞վ է ձեզ այդ իրավունքը տվել։ Ձեր անհեռատես եւ կործանիչ որոշման պատճառով արդեն բազմաթիվ ընտանիքներ դուրս են եկել այդ գյուղերից։ Պատկերացնում եք ինչքան են դուրս գալու դպրոցները փակելուց հետո։ Այսպես է արձագանքել հանրությունը ԿԳՄՍ նախարարության դպրոցների բարեփոխման ծրագրին։